Բարև, 2025 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է շնաձկան 65 չհրահրված հարձակում մարդկանց վրա։ Դրանցից 9 ավարտվել է մահով։ Թվերը առաջին հայացքից անհանգստացնող են, սակայն եթե ավելի ուշադիր նայենք, պատկերը շատ ավելի մեղմ է։ Տվյալները հրապարակվել են International Shark Attack File բազայի տարեկան հաշվետվության մեջ։ Սա շնաձկների հարձակումների մասին ինֆորմացիայի խոշորագույն արխիվն է, որ վարվում է 1958 թվականից եւ պահպանվում Ֆլորիդայի համալսարանում։ Բազան ներառում է հարձակման դեպքեր սկսած 16-րդ դարից մինչև մեր օրերը։ 2025 թվականին հետազոտողները հաղորդումներ են ստացել շնաձկների մասնակցությամբ 105 միջադեպի մասին։ Վերլուծության արդյունքում դրանցից 65-ը ճանաչվել է չհրահրված, այսինքն տեղի է ունեցել գիշատիչների բնական միջավայրում առանց նրանց հետ փոխազդելու մարդու փորձի։ Եվս 29 դեպք գրանցվել է որպես հրահրված։ Սրանք իրավիճակներ են, երբ մարդիկ իրենք են սկսել փոխազդեցությունը, փորձել են շոշափել շնաձկանը, կերակրել նրան, ազատել ձկնորսական ցանցերից, արձանագրվել է նաև հարձակման 4 դեպք նավակների ուղևորների վրա, 2 դեպք, երբ շնաձկները կերել են արդեն մահացած մարդկանց մնացորդները, 1 միջադեպ օկեանարիումում ու չպարզված հանգամանքներով մի քանի էպիզոդ։ Ընդհանուր առմամբ տարվա ընթացքում շնաձկների հարձակումից մահացել է 12 մարդ, 9 չհրահրված հարձակման արդյունքում եւս 3-ը այլ հանգամանքներում։ Ամենից հաճախ ողբերգական դեպքերը կապված են եղել սպիտակ շնաձկան հետ։ Նրան բաժին է հասել մահվան ելքով 4 չհրահրված հարձակում։ Աշխարհագրորեն ամենաշատ չհրահրված հարձակումները գրանցվել են ԱՄՆ-ի ափերի մոտ 25 դեպք, ներառյալ 1 մահացու դեպք Կալիֆոռնիայում։ Երկրորդ տեղում է Ավստրալիան 21 հարձակում եւ 5 զոհ, մասնավորապես շնաձկների զոհ են դարձել 3 սերֆերներ։ Բահամյան կղզիներում արձանագրվել է 5 հարձակում, Նոր Զելանդիայում 3, բոլոր այս դեպքերում մարդիկ ողջ են մնացել։ Մեկական հարձակում տեղի է ունեցել Վանուատուում, Մոզամբիկում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, բոլորը ավարտվել են տուժածների մահով։ Հարավային Աֆրիկայում արձանագրվել է հազվագյուտ դեպք, երբ մարդուն սպանել է մուգ շնաձուկը։ Սա այս տեսակի շնաձկան չհրահրված մահացու հարձակման առաջին փաստագրված դեպքն է։ Միևնույն ժամանակ ընդհանուր վիճակագրությունը կայուն է։ Չհրահրված հարձակումների միջին թիվը 2024 թվականներին կազմել է տարեկան մոտ 61 դեպք, որոնցից 8-ը մահվան ելքով, 2023 թվականին օրինակ գրանցվել է 69 հարձակում, դրանցից 10-ը մահվան ելքով, 25 թվականի ցուցանիշը գտնվում է մոտավորապես նույն մակարդակում։ Հետազոտողների հիմնական եզրակացությունը պարզ է շնաձկան հարձակումից տուժելու ռիսկը չափազանց ցածր է։ Համեմատության համար միայն ԱՄՆ-ում տարեկան ջրահեղձ է լինում մոտ 4000 մարդ, իսկ այդ ծակի հարվածներից ամբողջ աշխարհում զոհվում է մոտավորապես 24000 մարդ։ Շնաձկները խոշոր եւ հզոր գիշատիչներ են, բայց նրանք մարդուն որպես սովորական ավար չեն դիտարկում։ Հարձակումների մեծամասնությունը հազվագյուտ էպիզոդներ են ու կապված են շնաձկների միջավայր մարդկանց ներխուժման հետ։ Վիճակագրությունը ցույց է տալիս չնայած անպագորգոր վերնագրերին մարդու եւ շնաձկան հանդիպումները բացառություն են, այլ ոչ թե կանոն։ Ինչ է տեղի ունենում կնոջ ուղեղում երկրորդ հղիության ընթացքում։ Նիդերլանդացի հետազոտողները ցույց են տվել, որ կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները պարզապես չեն կրկնում առաջին հղիության վերադասավորումները, այլ ձեռք են բերում լրիվ նոր առանձնահատկություններ։ Աշխատանքը հրապարակվել է Nature Communications ամսագրում։ Հղիության օրգանիզմի մասշտաբային հորմոնալ եւ ֆիզիոլոգիական վերակառուցում է։ Այն ազդում է սիրտանոթային համակարգի, նյութափոխանակության, իմունիտետի վրա։ Ու ուղեղը նույնպես բացառություն չէ։ Նախկինում հայտնի էր, որ առաջին հղիության ժամանակ փոխվում է մոխրագույն նյութի ծավալն ու նեյրոնային ցանցերի ֆունկցիոնալ ակտիվությունը։ Այժմ գիտնականները որոշել են պարզել, արդյոք նույնը տեղի է ունենում նաև երկրորդ հղիության ժամանակ, թե ուղեղն այլ կերպ է արձագանքում։ Հետազոտության մեջ ընդգրկվել է 3 խումբ՝ 30 կին երկրորդ հղիության ժամանակ, 40 կին առաջին հղիության ժամանակ ու 40 չծննդաբերած կին որպես կոնտրոլային խումբ։ Ուղեղի վիճակը գնահատել են մուլտիմոդալ մագնիսառեզոնանսային շերտագրության օգնությամբ, ինչը թույլ է տվել միաժամանակ վերլուծել ուղեղի ստրուկտուրան, կապերն ու ֆունկցիոնալ ակտիվությունը։ Արդյունքները ցույց են տվել, որ երկրորդ հղիության ժամանակ կոնտրոլային խմբի համեմատ նվազում է գլխուղեղի կեղևի ծավալը։ Նույնը դիտարկվել է նաև առաջին հղիության ժամանակ, սակայն փոփոխությունների բաշխումն այս դեպքում այլ է։ Ամենաշատ փոփոխված տարածքը թե առաջին եւ թե երկրորդ հղիության ժամանակ մնում է այսպես կոչված ուղեղի пассив աշխատանքային ռեժիմի ցանցը, համակարգ, որն ակտիվ է հանգստի վիճակում եւ կապված է ինքնարեֆլեքսիայի ու սոցիալական ընկալման հետ։ Հետո գալիս են ճակատագագաթային ցանցն ու ուշադրության վենտրալ ցանցը։ Սակայն երկրորդ հղիության ժամանակ հատկապես արտահայտված են փոփոխություններն ուշադրության դորսալ ցանցում եւ սոմատոմոտոր ցանցում համակարգեր, որոնք պատասխանատու են նպատակաուղղված ուշադրության եւ շարժումների համակարգման համար։ Սա ցույց է տալիս ուղեղի ավելի սպეციფიկ ֆունկցիոնալ վերակառուցում
վերակառուցումը կրկնակի վերարտադրողական փորձի ժամանակ։ Փոփոխություններն ազդել են նաև սպիտակ նյութի, ուղեղի, մալուխային համակարգի վրա։ Հատկապես նկատելի է վերին երկայնական փնջի եւ կեղև, ողնուղեղային տրակտի վերակառուցումը, որոնք ապահովում են կեղևի տարբեր բաժինների եւ շարժողական ստրուկտուրաների միջև կապը։ Բացի այդ, երկրորդ հղիության ժամանակ արձանագրվել է ուղեղում էներգետիկ փոխանակման մարկեր կրեատինի ընդհանուր մակարդակի զգալի բարձրացում։ Հետազոտողներն առանձին ուշադրություն են դարձրել ուղեղի վերակառուցման ու հոգեէմոցիոնալ վիճակի միջև կապին։ Պարզվել է, որ քիչ արտահայտված կառուցվածքային փոփոխությունները կորելացվում են պերինատալ դեպրեսիա ախտանիշների ավելի մեծ քանակի հետ։ Ընդ որում, երկրորդ հղիության ժամանակ այս կապը նույնիսկ ավելի նկատելի է, քան առաջին հղիության ժամանակ։ Հետաքրքիր է, որ ստացված տվյալների հիման վրա գիտնականները կարողացել են կառուցել մոդել, որը թույլ է տալիս առաջին ու երկրորդ հղիությունները տարբերել բացառապես ուղեղի բնութագրերով։ Դա նշանակում է, որ կրկնակի վերարտադրողական փորձը թողնում է հստակ նեյրոկենսաբանական հետք։ Աշխատանքն ավելի խորը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է ուղեղը հարմարվում մայրությանը, ու շեշտում հղիությունը ոչ միայն ժամանակավոր ֆիզիոլոգիական վիճակ է, այլև նեյրոնային վերակառուցման բարդ գործընթաց, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ վարքագծի եւ էմոցիոնալ առողջության համար։ Ինչ կլինի, եթե մարդկությանը փրկեն, սակայն զրկեն ապագայից։ Արթուր Քլարկի «Մանկության ավարտը» գիտաֆանտաստիկ վեպը սկսվում է որպես գիտակցության տրիումֆի պատմություն։ Երկիրն այցելում առեղծվածային այլմոլորակայիններ, գերիշխողները։ Նրանք դադարեցնում են պատերազմները, վերացնում սովը, կայունացնում տնտեսությունը, սկսվում է խաղաղության ու բարգավաճման դարաշրջան։ Բայց կա մի պայման՝ մարդիկ չեն կարող տեսնել իրենց հովանավորողներին, ու աստիճանաբար պարզ է դառնում, որ ուտոպիայի գինը շատ ավելի բարձր է, քան թվում էր։ Քլարկը այլմոլորակային բանականության հետ շփման դասական սյուժեն վերածում է փիլիսոփայական գիտափորձի։ Նա հարց է հնչեցնում ոչ թե տեխնոլոգիաների, այլ տեսակի ճակատագրի մասին։ Ինչն է ավելի կարևոր՝ անվտանգությունը թե ազատությունը, զարգացումը թե սովորական եսի պահպանումը։ Մանկության ավարտը ներխուժման մասին պատմություն չէ։ Սա մարդկության չափահաս դառնալու պատմություն է։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։